Հայ ժողովրդական երաժշտության հնագույն եւ արժեքավոր շերտերից մեկն է ներկայացնում աշխատանքային երգերի ժանրը։ Աշխատանքը հայ գեղչուկի կյանքի կարևոր, անբաժանելի բաղկացուցիչն է։ Անհիշելի ժամանակներից ի վեր աշխատանքն ուղեկցվել է երգեցողությամբ։ Աշխատանքային երգերի տարատեսակները դասակարգելիս սովորաբար ընդունված է առաջնորդվել երկու հիմնական սկզբունքներով։ Աշխատանքային երգերը բաժանվում են երկու խմբի՝ արտտնին, այսինքն տան տարածքում կատարվող աշխատանքին ուղեկցող եւ դաշտային աշխատանքի երգեր։ Տարբերազատում են տղամարդկանց եւ կանանց աշխատանքային երգերի տարատեսակները։ Կխոսենք կանանց աշխատանքային երգերի մասին։ Հայ գեղչուկ կնոջ բազմապիսի աշխատանքների ցանկը ներառում էր մասնավորապես խնոցի հարելը, բուրդ գզելը, թել մանելը, կար ու կարկատան անելը, կովկիթը, հաց թխելը, քախան անելը, հնձվորին հաց տանելը եւ այլն։ Աշխատանքի յուրաքանչյուր տեսակ կյանքի է կոչել այդ պրոցեսին օգնող այն մեկ միասնական ռիթմական ընթացքի մեջ կազմակերպող երգեր, որոնցից յուրաքանչյուրում պատկերված է աշխատանքի որոշակի պահ, սյուժետային մեկ դրություն։ Կանանց աշխատանքային երգերին բնորոշ կարևորագույն առանձնահատկությունը շարժման պարբերականությունն է, ռիթմի հստակ շեշտվածությունը։ Ինչ վերաբերում է երգերի թեմատիկ բովանդակությանը, ապա աշխատանքային տվյալ գործընթացը ներկայացնելուց բացի, այս երգերն արտացոլում են գեղչկուհու վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ։ Ինչպես նշեցինք, կանանց աշխատանքային գործունեության հիմնական միջավայրը տան տարածքն էր, որտեղ սովորաբար վերամշակում էին հողագործությունից եւ անասնապահությունից ստացված նյութական բարիքները՝ հացահատիկը, բամբակը, բուրդը, կաթը եւ այլն։ Գեղչկուհու առօրյա կենցաղում կարևոր տեղ էր հատկացված հացահատիկի երկրորդական վերամշակման աշխատանքներին, քանի որ վերամշակված հացահատիկից առավել դյուրին էր կերակրատեսակներ պատրաստելը։ Կորկոտ կամ հում ձավար ստանալու համար ցորենը կեղևից մաքրում էին սանդի մեջ ծեծելու միջոցով։ Սանդը քարից պատրաստված, մեջը փորած մեծ անոթ էր, քարե կամ փայտե երկու թակիչներով։ Սանդի երգերի բանաստեղծական տեքստերին հատուկ է խիո, խանե բառերից կազմված կրկնակների առկայությունը։ Ըստ Մարո Մուրադյանի, խիոն բացականչություն է, որը հնչում է այն պահին, երբ սանդ ծեծողը քարե թակիչով հարվածում է խսացուին, այսինքն ձավարացու ցորենին։ Խանե նշանակում է հանիր, որն ասվում էր, երբ քարե թակիչը բարձրացվում էր, պատրաստվելով նոր հարվածի։ Ավանդութային հասարակությունում տարազը համարվում էր մարդու անձնագիրը։ Այն շատ լուրջ տեղեկատվություն էր տալիս կրողի մասին։ Հայկական ավանդական տարազը բաժանվում է երկու մեծ խմբի՝ արևմտահայկական եւ արևելահայկական։ Տարազների անբաժանելի մաս են եղել զարդերը, որոնք ունեցել են գերազանցապես պաշտպանական ծիսական նշանակություն։ Դրանք կրողին պաշտպանում էին հնարավոր բոլոր վնասաբեր չար ուժերի ազդեցությունից։ Տղամարդիկ ևս զարդեր են կրել, քանի որ նրանք նույնպես պաշտպանվելու կարիք են ունեցել։ Մեծ գաղթի հետևանքով խախտվեց մարդ բնություն համամասնությունը։ Հայերը ստիպված հեռացան իրենց բնորանից եւ դա ճակատագրական եղավ տարազի համար։ Բայց այսօր էլ կան մարդիկ, ովքեր հավատարիմ են մնացել իրենց պապերի եւ տատերի ավանդական պահարաններին։ Նրանք այս միջոցով փորձում են ապացուցել, որ գիտության զարգացումը մարդուն չի կարող կտրել իր արմատներից։ Նկարչուհի Լուսիկա Գուլեցուն նորաձևությունը չի հետաքրքրում արդեն 42 տարի։ Նախ տարազի մեջ ինձ հայ եմ զգում առաջին հերթին եւ երկրորդ հերթին ստեղծագործական կյանքով եմ ապրում։ Տարազը ինձ օգնում է, որ ես կարողանամ ավելի հետաքրքիր մտածել եւ ավելի հետաքրքիր հագնվել, անհատական լինել։ Ես հպարտանում եմ իմ մշակույթով, իմ ժողովրդի ստեղծագործությունով, որտեղ տարազը ստեղծել է մեր ժողովուրդը, մեր հայ կանայք, իրենց հայ կանայք ձեռքերով են գործել եւ հասել մեր օրերը։ Եվ նախ եւ երրորդը ես ափսոսում եմ, որ 100 տարվա մեջ մենք կորցրեցինք այդ գեղեցիկ մշակույթը։ Տիկինա Գուլեցին կարծում է, որ տարազը ավելի է գեղեցկացնում կնոջը եւ երիտասարդացնում է նրան։ Նա խոստովանում է, որ կան տարազներ, որոնք այդքան էլ հարմարավետ չեն, բայց դրանք էլ կարելի է կրել հատուկ տոնակատարությունների եւ ծեսերի ժամանակ։